Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ։ Պարոն Ալեքսանյան, անդրադառնալու ենք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի քանի հայտարարություններին, որոնք վերաբերում են ձեր իշխանություններին, մասնավորապես։ Նա վստահ է, որ իշխանությունը 26 թվականին որևէ շանս չի ունենալու ընտրվելու եւ պլան B ըստ նրա գոյություն չունի։ Ոնց կարձագանքեք սրան։ Ես կարծում եմ ինքը պլան B-երի շրջափուլի մեջ է արդեն վաղուց ու այդ շրջափուլից դուրս գալ այդպես էլ չի կարողանում, որովհետև նույն բանը ասում էր 21 թվականին, հիշում եք այդ հայտնի հայտարարությունները քոք մաշեցնելու, կռելու եւ մնացածի մասին, բայց իրականությունը այն էր, որ ուղղակի խայտառակցած էր ցուցանիշ ստացա, վստահ եմ այս ընտրությունների ժամանակ նա ու իր թիմը առհասարակ շատ մեծ դժվարություն են ունենալու անձողիկ շեմը հաղթահարելու հետ կապված։ Դե դա տեսանելի է բոլոր սոցհարցումներով։ Իրենք հակառակ կարծիքի են։ Դե իրենց հակառակ կարծիքը փորձը ցույց է տալիս, որ մշտապես սխալ է, իսկ մեր կարծիքը ճիշտ է, ինչը վերաբերում է ընտրություններին։ Դա այտենց արդեն իսկ փորձված ու փորձերի ու սխալների մեթոդով ճշտված բան է, որ կարելի է այդ պնդումն անել։ Իրենք պնդում են հետևյալը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր չունի մոբիլիզացնելու ռեսուրս փողոցային եւ ասում է, օրինակ եկեղեցու հետ կապված, ասում է չեն կարողանում ռեսուրս մոբիլիզացնել եւ այդ պատճառով օգտագործում են ԱԱԾ մեթոդները եկեղեցին ճնշելու համար։ Դուք ո՞նց եք գնահատում ձեր շանսերը, ո՞նց եք արձագանքում այս մեղադրանքի եւ արդյոք ձեր փողոցային լեգիտիմությունը նվազել է ձեր կարծիքով։ Նախ փողոց գեներացնելու նման անհրաժեշտություն իշխանությունը սովորաբար չի ունենում։ Նման անհրաժեշտություն ունենում է անդիմությունը, երբ որ ուզում է հանրահավաքով ինչ-որ մի բան տեղ հասցնի կամ ինչ-որ մի բան ցույց տա, որ ինքը դիմադրում է իշխանության, այս որոշմանը, այն որոշմանը, այս քաղաքականության, այն քաղաքականությունը։ Ինչը իրանց մոտ ակնհայտորեն ողորմելի է ստացվում, ուղղակի ինչը ցույց է տալի իրանց բոլոր նախկին շարժումները փողոցային, երբ որ ինչ-որ մի կերպ սկսում են իրանց բիզնեսների, այս մեկերի բոլոր աշխատողներին հանում ստիպելով տանում են փողոց ու վերջում էլ արդյունքում էդ էլ մաշվում է ռեսուրսը ու արդյունքում այդ ինչ որ մի հավաքատեղիում մնում են Ռոբերտ Քոչարյանը, իր որդին եւ Իշխան Սաղաթելյանը երեքով, տենց երեքով մնում են ու միտինգ են անում, դա է ստացվում արդյունքում։ Ինչաբերում է իշխանությունը տենց փողոցային ռեսուրս կամ փողոցային միտինգներ գեներացնելու ոչ մի անհրաժեշտություն չունի։ Ասում եմ, եթե հնարավորություն ունենայիք փողոցով իրականացնելու մոբիլիզացիա, դուք այդ կերպ եկեղեցու դեմ իրենց ձևակերպան արշավը իրականացնեիք, քանի որ դուք ըստ Քոչարյանի չունեք այդ ռեսուրսը եւ փողոցում մարդ չեք կարող հավաքել։ Դուք ըստ իր ձևակերպման անում եք ԿԿԲ-ի մեթոդներով։ Այս կոնտեքստում է ասում փողոց մոբիլիզացնելու անկեղծ ասած ես ԿԿԲ-ի մեթոդներից այդքան շատ տեղյակ չեմ, ինչքան վստահաբար տեղյակ է պարոն Քոչարյանը, շատ տարբեր հանգամանքների բերումով վստահաբար, բայց կարող եմ մենակ մի բան ասել, որ մենք հենց դա շատ նորմալ սցենարով շարժվում ենք առաջ ու եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է այն աստիճանի, որ փաստացի ինքը, իր թիմը, իր падգամավորները, իր հոգեզավակ Սերժ Սարգսյանի падգամավորները բոլորը միասին այս պայմանությամբ խոսում են arczepiskoposների բարեվարկությունից։ Իհարկե ընտրողաբար են խոսում arczepiskoposների բարեվարկությունից, խոսում են միայն այն arczepiskoposների բարեվարկությունից, ովքեր սեփական քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը սրբապղծություն են համարում, նրանց հետ ովքեր դա ընդունելի են համարում, այդ բարեվարկության քննությունը չեն փորձում անցկացնել։ Բայց այնուամենայնիվ, ինչպես տեսնում եք, այդ եկեղեցու բարենորոգման օրակարգը փաստացի սրընթաց կերպով առաջ է ընթանում։ Բայց պարոն Ալեքսանյան, իրենք էլ ունեն իրենց մեղադրանքը։ Ասում են դուք էլ եկեղեցու բարենորոգումը իրականացնում եք այնպիսի հոգևորականներով, որոնք էլի բարեվարկության հետ կապված որոշակի խնդիրներ ունեն։ Ես անուններ չեմ նշում, դուք շատ լավ հասկանում եք ես ինչ նկատի ունեմ։ Եկեք ես բարձրագույն օրինակ բերեմ։ Պատկերացրենք մի բոլորի տնից տեղից հեռու դեպք է տեղի ունեցել փողոցում ինչ որ մի ստահակ խմած նստել է ավտոմեքենայի ղեկին, խմած քշել է ու հետիոտնային անցնումով անցնող մի երեխայի գցել է մեքենայի տակ ողբերգական ելքով։ Պատկերացրենք այս իրավիճակը։ Հիմա կան մարդիկ, ովքեր ասում են սա անթույլատրելի է, այս մարդը պետքա նստի, պատասխանատվություն կրի եւ նստի։ Ու կան մարդիկ, ովքեր ասում են, չէ, դա ինչ է, բան է եղել է էլի, խի նստի այս մարդը։ Այս երկու խումբ մարդիկ կան։ Հիմա այս առաջի խումբ մարդկանց, ովքեր ասում են սա անթույլատրելի է, այս ինչ եք անում, ոնց է հնարավոր sense բան։ Միանում են նաեւ մարդիկ, ովքեր կարող է, չգիտեմ, մեքենայի մեջ ամրագոտի չեն գցում։ Կարող է եղել է հոց գիծ են տրորել մեքենայով։ Կարող է էս են արել, կարող է այն արել, բայց կոնկրետ այս դրվագով մարդիկ ունեն կոնկրետ հայեցակարգային բան։ Մտածողություն, ասում են սա անթույլատրելի է։ Հիմա ցանկացած մեկը, ով Արշակ կամ Սամվել Խաչատրյանի կողմից այդ ակնաբուխ
սրբապղծությունը համարում է դատապարտելի եւ գտնում է, որ դա եկեղեցում տեղ չպետք է ունենա, այդ մարդը ավտոմատ կերպով, այո, պետք է մասնակից լինի այդ օրակարգին։ Անկախ նրանից, որ իր հետ էլ կապված որոշակի հայտարարություններ կան, բարեվարկության խնդիրներ կան, այո։ Ես նախ շատ զարմացած եմ, որ այդ բարեվարկության խնդիրների մասին մարդիկ հիշեցին ընդամենը այն բանից հետո, երբ որ մարդը ասեց, որ սեփական քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը անընդունելի է։ Այսինքն միջև այդ արտահայտությունը ոչ մեկ այդ խնդրի մասին չէր խոսում, հիշում եք։ Օրինակ ոչ մեկ նույն Նավասարդ Կոչյանի մասին չէր խոսում, օրինակ Վազգեն Սրբազանի մասին էլի որոշակի խոսում էին, բայց այն բանի բերումը, որ մարդը խաղաղություններ օրհնել, ոնց է համարձակվել arczepiskopos-ը օրհնել խաղաղություն, այդ ինչ անթույլատրելի բան է։ Մյուս սրբազանների մասին չէին խոսում, ոչ մի բան չէր խոսում, բայց ինչի սկսեցին խոսել, այսինքն ստեղից գալ տրամաբանական եզրահանգման։ Մարդկանց համար ցանկացած մեկը, ով կհամարձակվի ասել, որ սեփական քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը դատապարտելի է, այդ մեկը այս մարդկանց համար դառնում է ատելի կերպար։ Ու այստեղից հետևություն, այս մարդկանց արժեքային որպես այդպեսին հենքը, այս ամբողջ եկեղեցական ու հոգևոր թեմայում հենց այդ է, քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային հարաբերություններ։ Անձով մեղադրվում է դրանում, ասուլիսի ժամանակ ասաց, որ դա ինքը չէ։ Սա կներեք, բայց քննչական կոմիտեն հակառակն է, սկզբից ասում էր արհեստական բանականություն է, քննչական կոմիտեն դա հերքել է, որ դա արհեստական բանականությամբ սարքած, հետո ասում է ինքը չի, հետո այսպես շարունակ կներեք էլի հազար ներողություն։ Եկեղեցու դրվագների մինչև գալը շարունակենք Քոչարյանի մի քանի հայտարարությունների եւս անդրադառնալ։ Քոչարյանին երբ հարց ուղղվեց, թե իրենք արդյոք հնարավոր է որոշակի փողոցային պայքարի մեջ նորից մտնեն, Քոչարյանն ասում է, որ փողոցային պայքարի անհաջողությունը իրենց մոտ մեծ հիասթափություն է առաջացրել եւ հենց այդ պատճառով այժմ իրենք այդ սուր պայքարին չեն դիմում եւ շատ վտանգավոր են համարում 26-ին ընթառաջ գնալ փողոցային պայքար եւ անհաջողության մատնվել։ Ընդդիմությունը կոնկրետ ինչու է փողոցային պայքարից խուսափում։ Եվ ոնց է գնահատում արդեն Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը։ Ես արդեն նշեցի, որ իրանք ուղղակի տապալման այնքան մեծ փորձ ունեն, որ ինձ թվում է Ռոբերտ Քոչարյանը, եթե հանկարծ իր ամբողջ ապօրինի գույքը բռնագանձվի հօգուտ պետության, նույնիսկ այն մնացածն էլ, որը դեռ չի գտնվի եւ դա էլ բռնագանձվի, Ռոբերտ Քոչարյանը օրինակ կարող է այնց շատ հայտնի live coach դառնալ ու sense գնալ աշխարհով մեկ տուրեր անել, թե ինչպես ձախողել փողոցային շարժումները, ինչպես ձախողել ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, այդպես շատ մեծ լսարաններ կա հավաքի, վստահ եմ դահլիճներ կլսվի։ Իմիջիալից իրենք շատ կարծիքին չեն, իրենք չեն կարծում, որ փողոցային պայքարը չեն հաջողել, իրենք կարծում են, որ վերջնարդյունքում չեն հասել այն նպատակին, որը ի սկզբանե դրել էին, բայց որոշակի բաներ ըստ իրենց կանխել են։ Երեք ֆուտբոլ էր, որպես այդպեսին Մադրիդի Ռեալը խաղում էր Սելտայի հետ, եթե չեմ սխալվում, Մադրիդի Ռեալը իր դաշտում պարտվեց Սելտային։ Իհարկե Մադրիդի Ռեալից եթե ինչ-որ մեկին հարցնես, ու եթե դա լիներ Ռոբերտ Քոչյանը, օրինակ կարող էր ասել, դե ճիշտ է, Մադրիդի Ռեալը իր դաշտում պարտվել է Սելտային, բայց դե դա ոչ չի նշանակում, որ ձախողել է խաղը։ Ընդամենը վերջնարդյունքին չի հասել։ Դա աբսուրդ է, կներեք էլի։ Քոչյանն ասում է, որ դուք քայքայել եք բանակը, գրեթե քայքայել եք նաև ռազմավարական գործընկերությունը։ Սա իրական իմ սիրած թեմաներից մեկն է, երբ որ Ռոբերտ Քոչյանը դրանն էլ 1.5 տարի է արդեն բանակը։ Երբ որ Ռոբերտ Քոչյանը սկսում է խոսել բանակից, Ռոբերտ Քոչյանը մի մարդ է, ով երբ ստանձնել է երկրի նախագահությունը, Հայաստանի նախագահ է դարձել։ Այդ թվականին Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է $11 միլիոն։ Հայաստանի բյուջեն, ռազմական բյուջեն, Ադրբեջանի ռազմական բյուջեից փոքր է եղել ընդամենը 11 միլիոն դրամով, դոլարով կներեք, 11 միլիոն դոլարով։ Երբ որ Ռոբերտ Քոչյանը հանձնել է նախագահությունը, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է $1 միլիարդ 600 միլիոն։ Ես չգիտեմ, այս մարդը ինչից կարա խոսա, ինչից չի կարա խոսա, հացից կարող է խոսա, պանիրից կարող է խոսա, չգիտեմ, 4-րդ, 3-րդ կարգի ցորենից կարող է խոսա, բայց ռազմական բյուջեից ու բանակից առհասարակ խոսելու իրավունք ինքը հատի ֆիզիկապես չունի։ Ինքը վստահեցնում է, որ իր կառավարման 10 տարին եղել է ամենախաղաղ տարին։ Բանակցային փաթեթների վերաբերյալ ասում է, որ դրանք ամենահաջողված բանակցային փաթեթներն են, եւ իմիջիալից Քիվեստի փաստաթղթից եւս խոսեց, ասաց, որ այդ փաստաթղթը ամենահաջողված փաստաթղթն է եղել։ Այդ ամենախաղաղ 10 տարվա ընթացքում բանակում քանի զոհ է եղել սահմանում։ Բազմաթիվ։ Պատերազմ չի եղել տակ։ Բազմաթիվ զոհեր են եղել սահմանին։
այդ 10 տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր են եղել, իսկ այս վերջին 17-18 ամսվա ընթացքում մեկ զոհ չի եղել, փառք Աստծո, մեր սահմանին։ Այսա է խաղաղությունը։ Ոչ թե այն ինչը իրանք փորձում են ներկայացնել որպես խաղաղություն։ Ու երկրորդն է, ես ձեզ նշեցի մարդը ինչ պայմաններով է ստանձնել բանակը, ստանձնել երկրի նախագահությունը, ինչ պայմաններում է եղել բանակը։ Փաստացի եղել է հենց նոր պատերազմը հաղթած բանակ, որը ռազմական բյուջեի դիսբալանս նույնիսկ չի ունեցել Ադրբեջանը, այսինքն փաստացի ռազմական ստանձնել է մի վիճակում, որ ռազմական գերակայություն է եղել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց հասցրել է իր փայլուն ռազմավարական ու փայլուն քաղաքական այդ բանը ձիրքը ներդնելով փաստացի հասցրել է նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների դիսբալանսը հասել է մի հատ ուղղակի անթույլատրելի մակարդակի։ Ու բնական է, որ Ադրբեջանը ոչ կհարձակվեր, ոչ բան կաներ այնքան ժամանակ, մինչև դեռ ինքը չէր կուտակել այնքան նախ ռազմատեխնիկա, հետո արդեն մնացածը, որ կարողանար հաղթանակի հասնել։ Իսկ Ռոբերտ Քոչյանը եղել է այն մարդը, իսկ Ռոբերտ Քոչյանը քննադատում, որ դուք սարքում եք տարի ու կես բանակային ծառայությունը պարտադիր, բյուջե կրճատում, դրա համար են քննադատում ձեզ։ Հեսա բյուջե կրճատելու մասին եք ասեմ։ Իսկ Ռոբերտ Քոչյանը եղել է այն մարդը, որ թույլ է տվել, որ Ադրբեջանը հասնի այդ դիսբալանսին ու հասնի նրան, որ հասնի գերակայության ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ։ Ինքն է եղել այդ մարդը։ 1.5 տարի սարքելու մասին, 1.5 տարի ծառայությունը սարքում ենք եւ դա շատ լավ ենք անում, որ սարքում ենք, որովհետեւ դա արվում է նրա շնորհիվ, որ մենք փաստացի մեծացնում ենք պրոֆեսիոնալ բանակի թիվը, պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը պայմանագրային զինծառայության միջոցով եւ մասնավորապես Պաշտպան հայրենիաց ծրագրի շնորհիվ, որը գիտեք իրենից ինչա ներկայացնում, երբ ժամկետային զորակոչվում է բանակ, այնտեղ պայմանագիր է ստորագրում, 6 ամիս հետո դառնում է արդեն պայմանագրային զինծառայող 5 տարի ժամկետով, ստանալով բարձր աշխատավարձ, ծառայելով սովորական պայմանագրայինի պես, այսինքն տուն գնալով իր ծառայության ավարտից հետո, ստանալով նաև ընդհանուր ծառայության ավարտին մեծ հոնորար պատվո վճարի տեսքով, ու այդ ամեն ինչը հնարավորություն է տալիս, այո, կրճատել ժամկետային զինծառայությունը ու շատ լավ ենք անում, որ կրճատում ենք։ Իսկ ինչ վերաբերվում է Բայց ներողություն, այս մասով արդյոք հաջողված է այս պահի դրությամբ այդ Պաշտպան հայրենաց ծրագիրը, որ մենք դրան զուգահեռ կարողանում ենք 1.5 տարի դարձնել բանակ, այսինքն մենք պայմանագրային սարքելով խնդիր չենք ունենալու թվականակի հետ կապված։ Ոչ, չենք ունենալու, որովհետև այդ ամեն ինչը հաշվարկված է։ Մենք ընդամենը մեկ զորակոչի համար պետքա խնդրեմ ունենանք ցանկացած պարագայում, եթե նվազեցում է գնում, բայց դա էլ լուծելի է այլ ձևերով, ինչը կարվի միանշանակ։ Գնահատական է հնչում, որ սա ընտրությունների ընթരാճ պոպուլիստական քայլ է իշխանությունների կողմից, որովհետև սրանով այո շահելու են շատ ծնողների սրտեր։ Մենք սա որովհետև շատ ծնողներ իհարկե դա վատ է, բայց իրենց համար երջանկություն է, որ իրենց տղան մի 6 ամիս ավելի քիչ է ծառայության գնալու։ Ես ուզում հասկանամ ինչն է վատ, եթե պայմանագրային զինծառայողները ստանում են բարձր աշխատավարձ եւ ծառայում են, ժամկետայինները ծառայում են ավելի քիչ, ինչն է սրա վատ։ Ասում պոպուլիստական քայլ եք անում, որ մարդկանց սրտերը գրավեք։ Չէ, բայց ինչն է պոպուլիզմ։ Ուզում եմ հասկանամ, նախ սա մենք խոստացել ենք դեռ նախորդ ընտրությունների ժամանակ, սա եղել է մեր նախընտրական խոստումներից մեկը, որը մենք կատարում ենք, ու երկրորդն էլ ինչն է սրա վատ, ուզում եմ հասկանամ։ Ժամկետայինը ծառայում է քիչ, պայմանագրայինը ստանում է բարձր աշխատավարձ, ծառայում է շատ։ Որն է խնդիրը։ Նկատում ստեղ խնդիր առհասարակ չեմ տեսնում ես։ Եվ բանակի բյուջեի կրճատման հետ կապված հաջորդ քննադատությունը։ Տեսեք, մենք բանակի բյուջեն ստանձնել ենք 2018 թվականին 400 քանի միլիոն դոլարով, 400 քանի միլիոն դոլարով։ Եվ հիմա բանակի բյուջեն 1 միլիարդ 600 միլիոն է։ 1 միլիարդ 600 միլիոն։ Այստեղ ինձ թվում է արդեն էլ մնացած խոսակցությունը անիմաստ է էլի։ Իրանք 30 տարում բանակի բյուջեն սենց աճեցրել, սարքել էին 400 միլիոն։ Շատ լավ, հիմա ասում են ինչու է 26-ի համար կրճատել դա։ Ինչի համեմատ են կրճատել։ Նախորդ տարվա 25-ի համեմատ, ճիշտ է։ Դե սա ֆիքսենք ուղղակի, որովհետև հարկելի գործընկերներ կա գնումների պլան։ Այդ գնումների պլանով ինչը կարողանում ես շուտ առնել, առնում ես շուտ, ինչը կարողանում ես ուշ առնել, առնում ես ուշ։ Եթե կա գնումներ, որոնց համար մի տարի ավելի շուտ ենք վճարել, լավ ենք արել, ավելի շուտ ենք վճարել, բյուջեն դա թույլ է տվել ավելի շուտ վճարել։ Հիմա եթե իրանք բյուջեն հասցրածել են գոնե 1 միլիարդի, հիմա շատ ավելի քիչ գնումների կարիք կլիներ առհասարակ։ Գիշեք նախորդ ասուլիսում ինչ էր խոսում Գյումրու սցենարի մասին։ Այո։ Գյումրու սցենար։ Վաղար շաբաթում փորձեցին այդ Գյումրու սցենարը անել։ Բոլորով հավաքվեցին էլի իրար գլուխ ու ջարդուխ շուր եղան։ Ու ջարդուխ խուրդ եղան ուղակի քաղաքացիների քվեից։ Բայց ինչի էլ Գյումրու սցենարի անունը չտվեց։ Բայց ինչի վաղար շաբաթի։ Գուցե սպասում։ Բայց ինչի վաղար շաբաթի այդ
զգլխիչ պարտության մասին տենց մանրամասն չխոսած ու չպատմեց իր ապրումները ու իր դաշնակցության ապրումները, որ այդ պարտությունը կրեց։ Որովհետև չգիտեմ, իսկ մա համակերպվել է ինքը մշտական լուզերի կարգավիճակին, բայց ինչևէ։ Լավ, եկեղեցի իշխանություն հարաբերությունների մասին կամ եկեղեցու սպասավորների իշխանություն հարաբերությունների մասին։ Պարոն Ալեքսանյան, կալանավորվեց Բարձրաստիճան հոգևորական Աշակ arczepiskopos Խաչատրյանը մեղադրանքով, որ 18 թվականին դմրամիջոց է տեղադրել հակակաթողիկոսական բողոքավորների մոտ։ Հարց. ոնց է ստացվում, որ երբ խնդիր է ծագում նրա հետ կապված, խոսակցությունները նրա շուրջ են անդադ պտտվում, մեկ էլ հանկարծ որևէ իրավական process է սկսվում։ Այստեղ կասկածներ կարող են առաջանալ, սա արդյոք իրավական գործընթաց է եւ արդյոք քաղաքական որևէ դրդապատճառ այստեղ չկա։ Բայց process-ը նոր է սկսվել։ Ես չգիտեմ, քրեական գործը նոր է հայտնվել։ Չէ, նոր չի հայտնվել, ինչքան ես գիտեմ, նոր չի հայտնվել այդ քրեական գործը, ինչքան գիտեմ, շատ վաղուց դրա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է նոր։ Երբ է բացված եղել քրեական գործը, դա իրավապահները կիմանան, չեմ կարող ասել։ Ես կարծում եմ մի ուրիշ քրեական բայց զուգադիպություններ շատ կան այստեղ։ Կմեկնաբանեք։ Չեմ կարող ասել, ինչի է հենց նոր բան եղել, կոնկրետ գործընթացը տեղի ունեցել, բայց նորմալ է, որ այդ գործը պետք է ընթանար։ Ինչով է նորմալ։ Որովհետև կա նման բողոք քաղաքացու կողմից եւ կա նման դեպք ըստ երևույթին, որ մարդը նման բան արել, որտեվ համաձայն եք նորմալ չի, էլի KGB-ական մեթոդներից խոսեցինք, այդ դա KGB-ական, հին սովետական KGB-ական մեթոդ է, ինչ որ մեկի պայուսակը նրան դիսկրեդիտացնելու համար տանել ու թմրանյութ գցել։ Եթե մարդը նման բան արել, ակնհայտորեն այդ մարդը դրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Ինչու այդ քրեական գործը ի հայտ եկավ, ասպարեզ եկավ կամ դրա վերաբերյալ տեղեկատվությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հստակ օրվա իշխանությունը որոշակի խնդիրներ ու տարաձայնություններ ունի կոնկրետ այս arczepiskoposi հետ։ Կներեք, բայց կոնկրետ այդ նախկին arczepiskoposi հետ իշխանությունը շատ վաղուց տարաձայնություն, կամ առնվազն ինքը իշխանության հետ շատ վաղուց տարաձայնություններ ունի, հատկապես կհիշեք, երբ որ ինքը դաշնակցության ձեռնասուն տերտերներ ու դաշնակցությունը իրան հետևներից գցած ստանում էր բան ծիծեռնակաբերդ, որպեսզի նա այնտեղ ինչ որ նզովքով հագեցած աղոթքի պես, աղոթքի նմանվող ինչ որ կուլտ կատարի սատանիստական, որի ընթացքում պետք է նզովեր իշխանություններին եւ այլն ու այդպես շարունակել ժամանակվանից առնվազն դրանից էլ առաջ։ Այս մարդը դուք ուզում եմ ճիշտ հասկանաք, էլի Արշակ կամ Սամվել Խաչատրյան ինքը նոր չի քաղաքականության մեջ։ Ինքը տարիներ շարունակ եղել է գեներալ Մանվելի, Քոչարյանի շրջապատի, N1-ի խաշի սեղան օրհնողը։ Օրինակ, երբ որ այդ օլիգարխները սենց հավաքվել են սեղանների շուրջ, իրանք կանչել են, ասել են մի հատ արի ու ինքը գնացել է, որպեսզի այդ խաշի սեղանը օրհնի ինչ որ մի օբյեկտում։ Այդ մարդը դա է իր էությամբ ու ստեղ ինչ որ բան, տենց մտածել, որ ինքը նոր մտավ եւ այլն, չէ՞։ Բայց դա արդարացնում է քրեական գործերի ի հայտ գալը։ Քրեական գործերի ի հայտ գալը արդարացնում է այդ քրեական գործերում զետեղված բաներ, իրադարձությունների տեղի ունենալը։ Եթե ինչ որ մեկը մարդ հասպանում, քրեական գործ է հարուցում։ Եթե ինչ որ մեկի պայուսակում թմրանյութ է գցում, դրա համար քրեական գործ է հարուցվում։ Հիմա եթե ինչ որ մեկը կասկածում է, որ Արշակ Խաչատրյանը իզորու էր ու կամ ի վիճակի էր նման բան անելու, նա իրեն թույլ կտար նման բան անել, թե չէ, չգիտեմ։ Ես օրինակ այդ կասկածները առանձնապես շատ չունեմ։ Հիմա է դրա մասին ի հայտ գալիս։ Լավ, պարոն Ալեքսանյան, կարծիքներն այն են, որ սրանք իրավական process-ներ չեն։ Օրինակ, քաղաքական հետապնդման տարեր են տեսնում ընդդիմադիրները, եկեղեցին, նաև այն հոգևորականները, ովքեր այսօր տարբեր վարույթներով են անցնում, մեկը կալանավայրում է, մեկը կալանավայրում չէ, բայց մեղադրանքի տակ է։ Չեմ կարող ասել, ես դա դուք պետք է ասեք։ Ասում են նրանք, ովքեր որ իշխանություններին անհաճո են, այդ հոգևորականները այսօր տարբեր քրեական գործերով կարող են անցնել։ Կներեք, հազար ներողություն, մեկը որոշել էր հանրապետության տարածքում տերորիստական գործողություններ իրականացնել, դա ապացուցող այնքան փաստեր կա, որ չգիտեմ էլ ասում են այդպեսի բան չկար։ Կներեք, էլի մտադրություն չկար։ Հա, շատ լավ, այդ ամեն ինչն էլ ուղղակի տենց բան հոգեթերապևտիկ զրույց էին ունենում միմյանց հետ ու տենց ուղղակի իրար փոփելու համար պլանավորում էին ոնց, չգիտեմ, այնտեղ մեքենաների տակ աստղիկներ շախտան, մարդկանց համար մահացու վտանգներ ստեղծելով, ոնց կռազով խփեն տրոլեյբուսի գծերը շուռ տան, ոնց շենքերը գրավեն, ոնց բոյ տան ոստիկանության ուժերի ներկայացուցիչների հետ, ոնց ավտոբուսների վրա ներք լցնեն, ոնց ինտերնետը անջատեն ըստ երևույթին հանրապետության տարածքում, ոնց ասում մայրերը պետք է հանել այդ բնիկների։ Այդ ամեն ինչը զուտ տենց բան զրույց էր, հա, սուրճի սեղանի շուրջ, ինչպես սիրում ասել մեր ընդդիմությունը, կներեք, դա աբսուրդ է։ Ակնհայտ է իմ համար, որ ըստ այդ մեղադրանքը ամբողջությամբ իրավացի է։
Լրիվ ակնհայտ է, ու այդ ամեն ինչ այնքան ապացուցված է, ու այնքան տեսանելի է, որ այստեղ չգիտեմ, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բա մյուս հոգևորականները։ Որ մեկը Միքայել Աչապայանը կոնկրետ արելաքրիորեն պատժել է արտահայտություն։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում արգելված է ասել, ես կոչ եմ անում զինված հեղաշրջման։ Դա արգելված է, մեր օրենքով արգելված է։ Ու մենք չի որ ընդունել ենք այդ օրենքի, դեպ եթե չեմ սխալվում, վաղուց կա այդ օրենքը։ Օրենքով արգելված է։ Հիմա ասում են, այ պատժի չափը եւ այլն եւ այլն։ Լավ, պարոն Ալեքսանյան, բա ինչու է այս ամենից ենթադրաբար քաղաքական հոտ գալիս նաև։ Ինչու է այնպիսի տպավորություն, ես չեմ ասում սա պնդում է, ես ասում եմ, ինչու է այնպիսի տպավորություն, որ այն հոգևորականները, որոնք ձեր դեմ են խոսում, կամ ձեզ հաճո չեն խոսում, մեկ էլ հանկարծ ինչ որ քրեական գործեր կան, ինչ որ քննադատություններ կան այն մարդկանց քրեական հետապնդման ենթարկվում, նաև մարդիկ, ով օրինակ, չգիտեմ, վիզուալ կամ քաղաքական տեքստի տեսանկյունից մեզ շատ հաճելի է։ Դից մարդիկ էլ կան ու շատ են ու քիչ չեն առնվազն։ Բայց ինչի է քաղաքական է ձեր ասած աուրան դրա շուրջ, որտեղ այդ մարդկանց հանցագործությունների մեծ մասը քաղաքական մոտիվներով է։ Հիմա Բագրատ Գալստանյանը, երբ որ տերակտներ է պլանավորում երկրում իշխանությունը զավթելու համար, դա քաղաքական մոտիվներով է, թե քաղաքական մոտիվներով չի։ Քաղաքական մոտիվներով է, մարդը քաղաքական իշխանություն է ուզում վերցնել այդ տերակտի միջոցով։ Դրա համար է քաղաքականության հետ առնչվում է քաղաքական դերակատարություն են ուզում։ Երբ որ Միքայել Աչապայանը հայտարարում է, որ պետք է զինված հեղաշրջում անել, դա քաղաքական մոտիվ է, թե քաղաքական մոտիվ չի, ակնհայտ քաղաքական մոտիվ է, ու հետեւաբար դրա շուրջ էլ այո, քաղաքական աուրա կա։ Հիմա ես մի օրինակ բերեմ։ Մեր նշանակած ժամանակին բանը քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վերմիշյանը, ով հիմա նստած է, կաշառք վերցնել, եթե չեմ սխալվում, կաշառք վերցնել կոռուպցիայի համար հենց հիմա դատապարտված նստած է վճիռը ուժի մեջ է։ Նստելուց հետո գիտեք ինչ արել։ Մարդը սկսել է մեզ հայհոյել, մեղադրել, վիրավորել, չգիտեմ, ինչ որ տենց այդ պիտակները օգտագործել դավաճան թուրք եւ այլն եւ այլն։ Նախ մեր բոլորի կողմից շատ սիրելի ընդդիմադիր լրագրության կիսաստվածուհի Անժելա Թովմասյանը պարոն Վերմիշյանի նկարը փակցրել է իր մեջքի հետևում, տակն է գրել է քաղբանտարկյալ։ Էդ է տեղի ունեցել։ Հիմա այսքան մարդուն ցանկացած մեկը ով բռնվում է ինչ որ մի հանցանքի վրա, ինչ որ քաղաքական հայտարարություններ անում, մտնում է քաղաքական process-ների մեջ այս կամ այն կերպ ու մեր ընդդիմությունը հոժարական պատրաստ է նրանց անվանել քաղբանտարկյալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Զրուցակիցս Վահագն Ալեքսանյանն էր։ Կհանդիպենք։